քանի որ բազմաթիվ հարցեր են հնչել, ուզում եմ միանգամից ասել, որ այն բոլոր գնահատականների եւ քաղաքական աստառներ տալու փորձերը ես կարծում եմ, որ ոչ միայն կոռեկտ չեն, այլ նաեւ իմ պատկերացրած բարոյական շրջանակներում չեն տեղավորվում եւ այսքանով կուզենամ, որ այդ թեման ամփոփենք եւ սպասենք, որ իրավապահ մարմինները իրենց գործը արագ եւ բարձր որակով կատարեն, մեր բոլորի սպասելիքները դրանք են։ Պարոն Աշակյան եւ անդրադառնանք։ Ես երկու բառով էլի մի շարք վերջին օրերին հոդվածներ են տպվել տարբեր թերթերի, հրապարակ, News.am, կարող է մտաբերեմ իմ անձի հետ կապված տարբեր բամբասանքներ եւ ստեր են տարածվել կապված նրա հետ իբր ես իմ ընկերների մասին ինչ-որ բաներ եմ խոսում գործընկերների, վարչապետի Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի այլոց ուզում եմ որ News.am-ն էլ ուրիշ շարքում կա ուզում եմ որ դե ասացի որ մի քանի լրատվականներ ձեր հոդվածը դուք կմեջբերեք ես էլ գնահատականը կտամ ես էլ ձեզ ասում եմ ձեր հոդվածը կոնկրետ ձեր հոդվածը դուք կմեջբերեք ես էլ ձեր գնահատականը կտամ ձեր գրածի ուզում եմ որ մենք զերծ մնանք նման հերիրանքներից այնտեղ նաև գնահատականներ կային իբր թե կանայք են փորձում ազգային ժողովի փոխխոսնակ դառնալ ես ուզում եմ մի փոքրիկ պատմություն ձեզ պատմել սրա հետ կապված ուզում եմ նախ ասել որ իմ ազգային ժողովի փոխխոսնակ դառնալու հարցը քաղաքական որոշման արդյունք է եւ քվեարկությամբ են ընտրվել երկու մակարդակում առաջինը կուսակցության վարչության մակարդակում, երկրորդը խմբակցության մակարդակում եւ խմբակցության մակարդակում քվեարկության արդյունքները դուք գիտեք, մյուսինն էլ արդեն գիտեք, քանի որ ինձ հնարավորություն է տրվել փոխոսնակի դիրքում ծառայել իմ պետությանը, ուզում եմ ես ուղիղ ասել, որ ես մի քանի անգամ վարչության նիստին առաջարկել եմ, որ երկրորդ փոխոսնակը լինի կին տեխնացուն, նույնիսկ ինձ առաջադրելուց հետո եմ նույն առաջարկով հանդես եկել եւ մշտապես կողմնակից եմ եղել, որ կանայք տարբեր տեղեր ներգրավված լինեն իմ ելույթներից դուք կարող եք տեսնել տարբեր տեղերում իմ քաղաքական եւ հասարակական գործունեության մեջ դուք դա կարող եք նկատել ավելին ասեմ դա ինձ համար ոչ միայն քաղաքական կամ հասարակական գործունեության հարց է, այլ նաև ընտանեկան եւ անձնական հարց է եւ ես իմ ընտանիքում անձնական կյանքում նույնպես առաջնորդվում եմ դրանով համոզված լինելով, որ մեր հասարակությունում կա իրական խնդրեմ եւ այդ իրական խնդրեմը այն է, որ մենք իրավունքների հավասարության խնդիր ունենք բոլոր տեղերում մեր պատկերացումների մեջ, մտածումների մեջ եւ ես մշտապես հիմա էլ հետագայում էլ փորձելու եմ այնպես անել, որ որևէ խտրականության խնդիր չլինի մեր հասարակության մեջ, բոլորը իրենց դերում, իրենց տեղերում, բայց նաեւ հաշվի առնելով իրողությունները, որոնք առկա են մեր հասարակությունում։ Հիմա դուք 30,000 դրամի պատճառով եք մասնակցել ԿՊ Դուք 30,000 դրամի պատճառով չեք մասնակցել ԿՊ համագումարին։ Նախ ուզում եմ տեղեկացնել, որ ընդհանրապես կանոնները համագումարին մասնակցության տարբեր այլ կանոններ սահմանվում են քաղաքացիական պայմանագրի համապատասխան որոշումներով եւ այդ որոշումները բոլորի համար են։ Ես իմացել եմ, որ նման որոշումներ կան կայացված, ես իմացել եմ իմ պարտավորությունների մասին, մշտապես ես իմ պարտավորությունները կատարել եմ եւ այն ինչի մասին որ դուք խոսում եք, դրա բարձրաբանումները տրվել են, ավելորդ անգամ ես չեմ ուզենա դուք գիտեք, որ ես Չինաստան այցելության եմ եղել այդ ժամանակներում եւ չեմ ուզենա, որ մենք տեխնիկական դետալների մեջ մտնենք, ընդհանրապես կուզենամ ասել, որ որևէ քաղաքական խնդիր ես այդպես չեմ տեսնում, զուտ տեխնիկական խնդիրներ են, որոնց մասով գնահատական էլ եմ ասում։ Տրվել է եւ ես նորից եմ ասում։ Տարբեր Փաշինյանը ես ճիշտ ասած իմ մոտ տպավորություն կա, որ հարցը տալիս եք, հետո չեք լսում։ Ես բավականին
Հարցինի պատասխան մանրամասն նկարագրեցի, որ այդտեղ անձնական որոշումներ չեն ընդունական կարգերի որոշում, ոչ մի վիրավորական բան այդտեղ չկա։ Եվ նորից եմ ասում, այդտեղ որևէ վիրավորական բան չկա, ավելին ասեմ, մեր հասարակությունը, մեր կուսակցականները պետք է ուրախ լինեն եւ համոզված եմ, որ ուրախ են եւ հարգում են բոլոր այն որոշումները, այդ թվում նաեւ ես հարգում եմ բոլոր այն որոշումները, որոնք որ կայացված են եւ նորից եմ կրկնում, այդտեղ որևէ քաղաքական հարց չկա, որևէ մեկը որևէ մեկին ոչինչ չի արգելել, կա կարգին հետևում են, որևէ բան չկա, այսինքն անձնական, քաղաքական, այնտեղ մեկը գրել էր բանը Փաշինյանի սև ցուցակումը, նախ սև ցուցակներ մենք չենք պահում։ Սև ցուցակներ պահում էին նրանք, ովքեր ձեզ հայտնի են, եւ այդ տիպի խոսակցությունների մեջ իհարկե ես չէի ցանկանում մտնել, ուղղակի այնքան աղում կա բարձրացել, որ հարկ համարեցի սրա մասին խոսել։ Հիմա նեղվածություն չկա, թիմի բացարձակ շրջան ինչ նեղվածություն պետք է լինի։ Մեր ընդունած որոշումներն են, բոլորս հետևում ենք, ես խնդիր չեմ տեսնում որևէ։ Պարոն Աշակյան, դուք եք Չինաստանում եք, բայց հիմա գումար փոխանցումը կարելի է նաև առանց երկրի գործարարում փոխանցել, ինչ մի խնդիր էր դա։ Չինաստանից էլ կարելի է ասում եմ, խնդիրը որն է, հարգելի գործընկերներ։ Խնդիրը նրանում է, որ մենք կուսակցությունների ֆինանսավորման մասին օրենքները այնքան ենք փոխել եւ բարձրացրել եւ լավ ենք արել։ Թափանցիկությունը այնքան ենք բարձրացրել, իդենտիֆիկացիայի մեթոդներ ենք մտցրել, որ ամեն մեկը փոխանցում կատարելի շատ հստակ հնարավոր լինի եւ տեղորոշել ով է, որտեղից է եկամուտը ստացել, ինչպես է փոխանցել, դա նվիրատվություն է, անդամավճար է եւ այլն։ Այսինքն մենք մեծ հաշվով այդ գործընթացը բարձրացրել ենք եւ նորից ասում, ճիշտ ենք արել։ Հիմա ես չեմ ուզում տեխնիկական դետալների մեջ մտնել, եթե դուք ուզում եք ասեք, որ ես մեղավոր եմ, որ իմ փոխանցածը տեղ չի հասել, ես կընդունեմ այդ մեղքը, բայց ասենք իմաստունի մենք դրա մեջ խորանանք։ Ձեզ հետաքրքրում, դա քաղաքական վերաբերմունք չի ենթադրում, հարգելին։ Հիմա Փաշինյանը որ չի թույլատրել մասնակցեք, արդյոք սա վերաբերմունք չէ ձեր հանդեպ։ Նորից եմ կրկնում, Փաշինյանը չի թույլատրող, այսինքն ես երրորդ անգամ եմ այս հարցին պատասխանում։ Դուք լսում եք իմ պատասխանը։ Երկու անգամ դուք եք ինձ հարցը տվել, մի անգամ փայլակն ա տվել։ Ոնց չեմ պատասխանում, ասում ոչ ոքի չի արգելում կամ թույլ տալիս։ Կա կարգ, հասկանում եք։ Կարգի մեջ լինում է պատվիրակների ցանկ, ոչ չեմ եկել, իմ անունը պատվիրակության ցանկ։ Հարգելիներս չի եղել ախր։ Ոչ, հարյուրավոր ուրիշ կուսակցականներ։ Հարգելիներս, եկեք դռներ չի փակվել, Ժողովուրդ ջան, կա պատվիրակների ցանկ։ Եվ կներեք, դուք գնացել եք չեն թողել, թե պարզապես չեք գնացել։ Ես չեմ գնացել, որովհետև իմ անունը պատվիրակների ցանկում չի եղել, ախր պատասխանեցի այդ հարցը։ Ուրիշ հարց կա արգելում։ Անդրադառնալով պարոն Գրիգորյանի սպանության դեպքին, քննադատություններ կան, ասում են տեղեր ունեցել մի քանի ամիս առաջ եւս սպանություն, բայց իշխանությունները համապատասխան քայլեր չէին ձեռնարկել, որպեսզի կանխեին այդ հերթական դեպքը։ Դուք արդյոք կտեսնում եք թերացում, թե ոչ։ Ես նախ ուզում եմ հարցի կոնտեքստը հասկանանք, էլի դուք փորձում եք մի բանը մյուսի հետ կապել, ես համոզված չեմ, որ դրանք կապված են, հասկանում եք, եւ սա արդեն ինձ հասցեագրված հարց չի։ Ես ուզում եմ ոչ թե դեպքերը կապ ունեն, այլ մեզ 100,000-ավոր մարդիկ են հիմա նայելու, էլի։ Ես ուզում եմ ասել, որ մեր ակնկալիքը այն է, որ ցանկացած հանցագործություն, մանավանդ այս տիպի հանցագործություն, շատ արագ բացահայտվի եւ պատժվի։ Այսինքն մեր ակնկալիքը միշտ էլ դա է եղել, հիմա էլ է մնում դա եւ բոլոր հանձնարարականները դրա մասին են, բայց ես ինձ թույլ տվեք չմտնեմ։ Իհարկե պետք է լինի կանխարգելումը, բայց եկեք ես չմտնեմ իրավական հարցերի մեջ, որտեղ կարող է գործի քննությանը, նախաքննությանը, աշխատանքին վնաս տամ, խնդրում եմ, այդ այս պահին իմպիչմենտի թեմայով խորհրդարանական լսումներ են ԿՊ-ում կամ մտադրություն միանալու գործընթացին։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Խորհրդակցություն էի կանում, կասկածներ առաջացան։ Խորհրդակցություն չենք անում, ազգային ժողովի խորհրդի նիստ էինք անում արտահերթ եւ ես կարծում եմ, որ դա անլուրջ օրակարգ է, նման քաղաքական օրակարգ չկա, եթե դուրս գաք փողոցում մարդկանց հարցնեք, ինձ թվում է բոլորի համար ակնհայտ կլինի։ Դե հարցրեք նրանց, ովքեր հայտնվածրել են այդ։ Միաչրջանից ելույթ ունենա եւ ձեր փաստարկները, հակափաստարկները ներկայացնեք, գուցե գնաք։ Դա իմ իրավունքն է, թե ես որտեղ ինչ կխոսեմ։
ոչ, գուցե Բացառում չգնան։ եք, որ ԿՊ-ից կմիանան եւ Նիկոլ Փաշինյանին անակնկալ կմատուցեն։ Իհարկե բացառում եմ։ Ինչու՞։ Որտեղ նորից եմ կրկնում, որովհետեւ քաղաքական օրակարգ չկա վարչապետի դեմ իմպիչմենտի ինչ որ process սկսելու եւ դա արհեստական ինչ որ չգիտեմ։ Զբաղվում ինքա գտել են զբաղվում։ Արտահերտ խորհրդանական ընտրություններ դեռևս հնարավոր են, հնարավոր համարում եք։ Ոչ, հնարավոր չեմ համարում։ Չէ, օրենսդրությամբ չգիտեմ, բայց մենք քաղաքական որոշում ենք ընդունել եւ դրա մասին հայտնել ենք հանրությանը, որ չենք պատրաստվում խորհրդարանական արտահերտ ընտրությունների գնալու, պատրաստվում ենք հերթական ընտրություններ գնալու։ Հա, որոշումը հանրությունն է, նորից եմ ասում, եթե քաղաքական օրակարգ փողոցում չկա, այսինքն մարդկանց կամքը չի արտահայտում այն օրակարգը ինչ որ բերվել է, դա իմ համար անլուրջ օրակարգ է։ Ես առանց վիրավորանքի եմ էլի ասում, հանկարծ չմտածեք, ես մարդկանց ինչ որ պիտակավորում եմ, ես օրակարգի մասին եմ խոսում։ Լուրջ օրակարգը դա այն է, ինչ որ թելադրված է քաղաքական լայն շրջանակների կողմից, այսինքն հասարակության կողմից։ Իմ կարծիքով մեր հասարակության մեջ նման հարց չի քննարկվում։ Կարող է ինչ որ շրջանակներում քննարկվում է փոքրիկ, ոնց որ տեսնում ենք մի 100 հոգի, օրինակ ազգային ժողովում որոշել են դա քննարկեն, բայց լայն շրջանակներում ես լինելով մարդով, որ միշտ շփվում է քաղաքացիների հետ, ամենտեղ, սուպերմարկետում, փողոցում, ամենտեղ, գյուղերում, այցելելիս, Սուպերմարկետում մարզեր գնալիս, Նիկոլ Փաշինյանի ոչ, ինչ կանգնացնում եւ հայո, ասում են, որ խաղաղության օրակարգը ճիշտ օրակարգ է, պետք է հետևել դրան։ Հիմա ես վերակետ կդառնա, չէ՞, երևի։ Վերադառնալով Հուսամ ձեզ էլ ենք անհստում ասում։ Ինձ թվում է, որ ցանկացած մեկին, որ ճանաչում են եւ լայն հանրության հետ հաղորդակցող փոխությունն եղավ, բայց մեր կյանքում բան չփոխվեց, բան չեն ասում հենց այդպես։ Ինձ երբևէ նման բան չեն ասել։ Տարբեր քննարկումներ են լինում, բայց կոնկրետ այն ինչ որ դուք եք ասում, ինձ թվում է բոլորին ակնհայտ է թե ինչ է փոխվել։ Վերադառնալով քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովին եւ դրա ժամանակ ընդունված հռչակագրին, պարոն Մարկյան, հուսամ տեղյակ եք, որ հռչակագրով ազդարարվում է 4-րդ հանրապետության հռչակումը որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Պարոն Արշակյան, ձեր դիտարկումները այս առնչությամբ, արդյոք այդ գաղափարի քննարկմանը դուք մասնակցել եք եւ դրա իրավաքաղաքական գործարկումը ինչպես է քննարկել։ Ես նախ ուզում եմ ասել, որ դրա քաղաքական քննարկումները ազգային ժողովից են մեկնարկել, վարչապետի համապատասխան հայտարարություններով, նոր սահմանադրության վերաբերյալ գնահատականներով։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ մեր հասարակությունը սահմանադրության համար ըստ էության ընտրության վստահելի process չի եղել։ Եվ մեզ անհրաժեշտ է, որպեսզի լայն հասարակությունը մասնակցի սահմանադրության հանրաքվեին եւ իր քվեն տա այն սահմանադրական օրենսդրությանը, որով ինքը ցանկանում է ապրել Հայաստանում։ Այսինքն ինքը իրեն սեփականը համարի Հայաստանի Հանրապետությունը իր օրենսդրական հիմքով։ Սա է, որի մասին եթե կարճ լինենք, ազդարարվում է համաժողովի ընթացքում եւ սրա մասին խոսվել է ազգային ժողովում եւ ես կարծում եմ, որ այս մասով նույնպես ընկալում կա, բայց նաեւ ուզում եմ ձեզ նաեւ հանրության հետ կոմունիկացիա պահող լրատվամիջոցներին խնդրել եւ որպեսզի սա դառնա իսկապես հանրության քննարկման առարկա միջև սահմանադրության վերաբերյալ ընտրությունները, որտեղ սա մեր բոլորի հարցն է, մենք բոլորս պիտի գնանք եւ մեր խոսքը ասենք նոր սահմանադրությանը եւ դրանով սեփականաշնորհենք եւս մեկ անգամ մեր պետությունը եւ ազդարարենք 4-րդ հանրապետությունը։ Ինչով է 4-րդ հանրապետությունը տարբերվելու էականորեն տեսանելի մակարդակում 3-րդ հանրապետություն։ Գիտեք, եթե մենք օրինակ իրար հետ շփվում ենք, մենք ապրում ենք նույն երկրում, նույն պետության մեջ, մենք պետք է ունենանք այն հիմքը, որը թույլ է տալիս իրար հետ հաղորդակցվելու։ Այդ հիմքը սահմանադրությունն է։ Կանոնները, հասարակական կարգը, ամեն ինչ։ Այսինքն մենք իրար քաղաքացիությունը, մենք իրար հետ պետք է այդ պայմանագիրը ունենանք։ Եթե օրինակ այդ պայմանագրի վերաբերյալ ընտրությունների վերաբերյալ հարցեր կան, այսինքն բարձր չէ, որ ասենք վստահելի չի այդ ընտրության արդյունքները, եթե հարցեր կան նաև մեր հարաբերությունների մեջ։ Եվ եթե մենք բոլորս ուզում ենք իրար հետ հարաբերվենք Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, դա իրականում ըստ էության մեծ քայլ է, եւ հենց այդ քայլն է, որ բնորոշվում է որպես
Չորրորդ Եթե հանրապետություն։ նույնիսկ դիտարկենք օրինակ, որ սահմանադրությունը ընտրակեղծիքներով է ընդունվել եւ այլն, անգամ այդ կոնտեքստում դիտարկելով ներկայիս սահմանադրության մեջ ինչն է խանգարում քաղաքացիներին իրար հետ հարաբերվելու, որ դրա համար կարիք կա հիմնելու 4-րդ հանրապետությունը։ Ես նորից եմ ասում, դա ավելի ինչ որ ես նկարագրում եմ, դրա նաև խորքային հասարակական փիլիսոփայական շերտերն է պետք հաշվի առնել։ Դուք եք ձեր բերանով ասում, եթե նույնիսկ կեղծված է, եթե նույնիսկ կեղծված է մարդը չի ընտրել։ Դե եթե այսինքն որ գնաք հարցնեք մարդկանց, պարզվի որ փաստ է։ Բայց տեսնենք ժողովուրդը ինչ կասի։ ինձ ընդհատում եք, բայց այո, կարող ենք իջնել հարցնել։ Ես արդեն հարցրել եմ։ Գիտեք երբ 2018 թվականի հեղափոխությունը ձեր անունն ինձ կասեք, պարոն Հակոբյան, ես արդեն հարցրել եմ եւ ես հստակ գիտեմ։ 2018 թվականի հեղափոխության ժամանակ մարդիկ գնացել են իրենց գնահատականը տվել են փողոցում եւ ընտրությունների դե 7 տարի անցել է այդ սահմանադրությունը չի փոխվել։ Դա է խնդիրը։ Այսինքն ամեն ինչ փոխվել է մեր երկրում, բացի այն սահմանադրությունից, որը ըստ էության որը Նիկոլ Փաշինյանը չի համարվում դրա տրված ժողովրդի քվեն չի համարվում վստահելի։ Մեծ խնդիր է սա։ 18 թվականի հեղափոխությունը իշխանության դեմ էր, չէ՞ ոչ թե սահմանադրության։ 7 տարի իրականում հայտարարություններ եղել են, դուք գիտեք մենք ինչերի մեջով ենք անցել մեր պետությունը, եւ գիտեք որ նաեւ եթե չեմ սխալվում 19 թվականին կամ 18 թվականին դրա մասին հայտարարություն եղել է նույն երկրի վարչապետի կողմից եւ այդ խնդիրը ձևակերպվել է թե ինչի մինչեւ հիմա մենք այդ խնդիրը չենք հասցեագրել դրա պատճառը այն ամբողջ խնդիրներն են որի միջով մենք անցել ենք այսինքն բազմաթիվ էլի կան խնդիրներ որոնք չենք հասցեագրել բայց դա խնդիրների ամենագլխավորն է իմ կարծիքով Պարոն Արշակյան, վերադառնալով վարչակագրի տեքստին, թույլտվեք մի Վերջին հարցը էլի խնդրում եմ։ Այդ տեքստում նշված է նաև, որ գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքացիական պայմանագիրը ակնկալվում է սահմանադրական մեծամասնություն ձևավորել խորհրդարանում։ Խնդրում եմ ասել, ձեր շփումները հանրության տարբեր շերտերի հետ, եթե ամփոփեք այս պահի դրությամբ ձեր կուսակցության հանրային վստահության ցուցիչը որքան գնահատեք, քանի տոկոս մոտավորապես այս դրությամբ։ Իհարկե կդժվարանամ որևէ տոկոս ասել, բայց կարող եմ ասել, որ խաղաղության օրակարգը եւ այն քաղաքական օրակարգը, որը քաղաքացիական պայմանագիրը տանում է առաջ, լայն վստահություն ունի մեր հանրության շրջանում։ Այսքանով բավարար ենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։